Աստված ձեզ օրհնի, պահի։ Տիրոջ շնորհքով ողորմությամբ ուզում եմ մի իրականության մասին կարդամ Սուրբ Գրքից, որ շատ ենք լսել խրատի մասին։ Հետաքրքիր է, մի հատվածը ընդամենը վերցրել Սուրբ Գրքից, շատ տեղեր կան, բայց միայն մի հատվածը մի ամբողջ աշխարհ արժե։ Բավական, ասենք, ինձանից մեծերին եմ տեսել։ Շատ տեղում շփվել եմ, լսել եմ, ասել են, բայց ոչ մեկը չի կարողացել այսպես ներկայացնել խրատը ինչա կամ ինչ օգուտ կարող է տալ։ Դուք էլ լսել եք, մեծերը խրատել են ձեզ, կամ դուք եք խրատել, ասել եք, բայց շատ հետաքրքիր, ոչ մեկ չի կարող այսպեսի խորությամբ ցույց տա խրատի, ասենց ասած, օգուտը։ Ուրեմն Եբրայեցիների մի հատված, ասես ընդամենը 4-ից 15 եմ ընտրել, բայց ամբողջ Սուրբ Գրքի մեջ շատ մանրամասն կա խրատի մասը, որ ուղղակի հրաշք է դրանց մեկնությունը։ 12-ից 4-ից 15-ում ասում եմ, տակավին մինչև արուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին։ Ասենք ինչ ենք հասկանում, ես հենց մենակ 4-րդ խոսքը, որ մեղքը այնքան վտանգավոր է, որ մարդը պետք է պատերազմի մեղքի դեմ եւ մինչև մահվան կամ արուն թափելու չափ պետք է պատերազմի, անգամ մեռնելու է լինի, պետք է մեղքի դեմ պայքարի ու հեռու մնա մեղքից։ Այսօր շատերը մատերի արանքով են նայում այդ մեղքին։ Դրանց տակավին մինչև արուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին։ Եվ մոռացաք այն մխիթարությունն ու ձեզ հետ, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ է խոսում Աստված։ Իմ որդյակ, Աստված ասում, իմ որդյակ մի անարգիր Տիրոջ խրատը եւ ոչ էլ վհատվի նրանից հանդիմանված ժամանակը, որտեվ Տերը իրեն սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդու, որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի։ Որտեվ որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ որդի։ Բացի որդիներից մարդ ուրիշներին էլ է խրատում, եթե տեսնում է փողոցում եկե չարություն է անում մի երեխա, եթե փողոցում ասենք մեկը տեսնում է երեխան թեկուզ ասենք պատան լինի, չարություն է անում, ինչ որ չափով խրատ ասում, չի կարելի կամ սենց չի, նես չի, բայց չի վարվում այնպես, ինչպես հանկարծ իր երեխան լիներ դա։ Դրա համար ուրեմն խորթ է եւ ոչ թե որդի։ Ուրեմն ասում նաեւ մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանցից ամանչում ենք, չէ՞ որ առավել եւս պիտի հնազանդենք հոգիների հորը, որ ապրենք։ Որտեղ սրանք մի քիչ ժամանակի համար իրենց հաճո երևացածի պես են խրատում, բայց նա օգտի համար, որ նրա սրբությունն ընդունենք, պատասխանար էլի, ինչու է խրատը, նա շատ բան ասվեց, բայց հետաքրքիր այս մասն էլ, որ խրատվում ենք, որպեսզի նրա ուզած սուրբ վիճակում կանգնենք։ Աստծո խրատը հենց պտուղն է ուզում ստեղծի մեր մեջ։ Եվ ինչ ասում, եւ ամեն խրատ հենց նույն պահին ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Նորից եմ կարդում, ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չի երևում, ասենք չի ուրախացնում մարդուն, այլ տրտմություն, տրտմեցնում է, բայց նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Այսինքն հետաքրքիր է բացահայտում, նրանով խրատվածներին, ասենք կարող ասել, կամ ինձ ասեն, կամ որևէ մեկից ասեն խրատը,
բայց մենք նրանով չվարժվենք։ Իրանց չի վերաբերում, որ խաղաղության պտուղ կստանան։ Նրանով, այսինքն խրատ ընդունած եւ դրանով վարժված մարդուն խաղաղության պտուղ է վճարում։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքեր եւ տկարացած ծնկները։ Եվ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրբության, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգույշ եղեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառը արմատ վեր չբուսնե եւ նեղություն չտա եւ նրանով շատերը ըղծվեն։ Բայց որպեսզի այդ դառը արմատը վեր չկենա, Աստված նախորոք խրատող է տալիս, որպեսզի չհասնի դրան, որ արդեն դառը արմատը դուրս կա մարդու սրտի մեջ եւ համ ինքը բխծվի, համ էլ ուրիշներին, որ իրան ականջ է դնում։ Իհարկե շատ խորն է, չեմ ուզում հատ կանգնել, մանրամասն կխնդրեմ, որ դուք կարդաք տանը նաև նորից ուշադրություն դարձրեք Եբրայեցիների 12:4-15-ը, սակայն իհարկե Տերն է խոսում, եթե Տերը խոսում է, մենք պետք է, եթե նեղանում ենք Տիրոջից, շատ վատ է, մեր համար բարի ապագա չկա։ Բայց եթե ընդունում ենք Տիրոջ խրատը, ուրեմն չպետք է խռովենք, նեղանանք։ Օրինակ Սաղմոս 32:9 խոսքում Տերը ասում է՝ մի լինեք ինչպես ձի ու ջորի, որ միտք չունեն, որ նրանց կզակի մեջ սանձ է դրվում եւ այլ եւ այլ։ Մի լինեք ձիու եւ ջորու նման, որ միտք չունեն, կամ շան նման, կամ ոչխարի նման, կոնկրետ ձիու ջորի ասում։ Հիշում եմ հեռուստացույցում մի հատ հաղորդում տեսա, մարդիկ շներ են պահում, իրենց տան մեջ անգամ, սորացած, խոսում են ամեն օր հետները, պարապցնում են, բայց մենք ուշադրություն դարձեք, մինչ հիմա մենք գիտենք, թե ինչ որ բան սրանք հասկանում են, սրանք էմոցիայի հետևից են, միտք չունեն անասուններ ասում է, սուբգիկը շուտ է ասել, ասում է մարդիկ իրենց փորձով են տեսնում, նրանք միտք չունեն, հասկացողություն, ասենք խոսք հասկանալ չունեն, ասում է 1000 անգամ ասենք խոսացել եմ, չէ քաղցր խոսացել եմ, ասում է շանս հետ, նաև ձիերն են, նաև ոչխարները, ովքեր ասենք անասուն են պահել, գիտեն։ Կոնկրետ այդ տեղում տարբեր մարդիկ շների հետ էին խոսում եւ ցույց էին տալիս եղածը։ Ասում է ուշադրություն դարձրեք, երբ որ նույն խոսքը, որ ամեն օր տարիներով խոսացել եմ, ասենք քաղցր եմ խոսացել, կամ էլ ջղայնացել եմ։ Ասում առաջ ես իմանում եի, թե հասկանում եմ իմ շունը, որ ջղայնանում է վրեն, բարկանում է մի անգամ կնստեր կամ խեղճանար, քաղցր էի խոսում, գալիս էր, ոտերիցս փարվում էր, երևում է, որ ընդունում է այդ քաղցրությունը, սերը։ Բայց ասում հիմա նայեք, քաղցր խոսքերով հիմա բարկացած կխոսեմ։ Ասենք օրինակ ասում եմ, ես քեզ սիրում եմ, դու լավն ես, բայց բարկացած տոնով է խոսում, շունը փախնում, վախենում է։ Նայ, չի հասկանում, որ ես իրան ինչ եմ ասում, թեկուզ տարիներով ասում եմ, ես քեզ սիրում եմ, դու լավն ես։ Բարկացած գոռան ասում, դու լավն ես, ես քեզ սիրում եմ, եւ այլ, շունը փախնում է։ Բայց ասում եմ, հակառակը նայենք, անարգում է շանը։ Դու շատ կեղտոտ ես, վատն ես, ու սիրալիր, քարս փաթաթնա ոտերին, բան։ Այսինքն տոնին է նայում, անասունը կենթանին տոնին է նայում, ինչ տոնով ես հետը խոսում, բայց մարդը տես չպիտի լինի, Տերը ասում է, մի նմանվեք կենթանու, որ միտք չունեն։ Հաճախակի ցավալի է իհարկե, բայց որ ուզում ես ասել, մարդիկ չեն ուզում շարունակություն լսեն, այն աշխարհում արդեն
թևավոր խոսք դարձած ասում են ամերիկական ժպիտ։ Լսել եք թե չէ։ Ինչ է նշանակում ամերիկական ժպիտ։ Կեղծավոր։ Այսինքն ինչի նման է այդ ժպիտը։ Ոնց որ մեկը վերցնի, քացախի վրա գրի, թարխունի, օրինակ եմ ասում։ Վտանգ է սա։ Խմիքը վնասվի։ Հիմա այդ ժպիտների վրա գրած է թունավոր ծիծաղ, խափուսիկ ծիծաղ, այդ ժպիտով կարա քեզ թակարդների մեջ գցի, խափի քեզ թալանի, ժպիտով, քաղցրությունով։ Ցավալի որ ես որ մարդիկ շատերը հենց այդ են ուզում։ Ժպիտներ են ուզում, շոյանք են ուզում, քաղցր խոսքեր, գովասանք։ Չեն նայում որ հետևանքն է, միտք չունեն որ քննեն ինչ է կատարվում։ Այս մեկը կարող է լավ բան ասի, տոնը բարձրացած ու մի քիչ ջղայնացած ասի, իրան չեն ուզում, թեկուզ իր համար լավ բաներ է ասում։ Այստեղ ասում եմ մի նմանվեք ենթանու, բարձր տոնով քո հետ խոսում են, թեկուզ լավ խոսա խռովում ես, քաղցր տոնով վատ էլ խոսա, հայոեն էլ ժպտալով, հայոեն էլ ոչինչ։ Ասում մի նմանվեք։ Մի տեղ գնացի, երկրորդ հարկում է ժողովը, աստիճանների միջով որ հլնես, մի քանի աստիճանը մեկ, մի 3 աստիճան մեկ, 3 աստիճան մեջ, մի կողմից տղաներն են կանգնած, մի տեղ աղջիկներ են կանգնած, ու որ դու բարձրանում ես, ասում են, դու օրինալ ես, դու սուրբ ես, դու լավն ես, դու շատ լավն ես, բարով ես եկել մեր մոտ, մենք օրհնվում ենք քո գալով, չեն էլ ճանաչում, ստից խոսում են անգիր, կեղծավորություն է սա։ Ասում ես լավ ես մարդիկ չեն տեսնում, ով աստանց դրես։ Ով մտնում է, տարբերություն չկա։ Աստված քեզ օրհնելու է այսօր, քո կյանքը լավ է լինելու։ Կարող է մարդը, մեղավորը, Աստծո վրա անգամ բարկացած է, գան մի հատ հանդիմանական կարող խոսք լսի, որ ուղղվի։ Դու չիմանալով իր համար լավ ապագա ես խոստանում։ Մարգարյանում են, գովում են, Մինչև վերջ հլնում ես, ես քանի հոգու մոտով ես, ասում տղա աղջիկ, ու մարդիկ կան ասում են, ինչ լավ է այս եկեղեցին, ինչ լավ են դիմավորում, ինչ սիրալիր էլ դիմավորում, շփիտով, քաղցր, գովալով, այս բանը, չեմ ասում իրանց դատենք, մեզ դատենք, որ այս եթե մենք դրանով խաբվում ենք, մենք հոգևոր չենք, անգամ սովորական մարդ էլ չենք։ Սովորական մարդն էլ պիտի հասկանա կեղծավորությունը ու անկեղծությունը, իմանա ինչ է գնահատում, ինչով է ուրախանում։ Շոյելով մարդուն ավիրում են, անպատվում են, կործանում են։ Ինչպես խաբվեմ ես։ Ժպիտով, ամերիկական ժպիտով չեմ ուզում ասում ամերիկացիների։ Այդ ամերիկական ժպիտը մտա աշխարհի մեջ, ամեն գյուղում կա, ամեն քաղաքում կա, սուտ ժպիտ էլի, սուտ քաղցրություն։ Տերը ասում էր ուղիղ նայեք, ուղիղ դատաստան արեք կամ երևույթի մի նայեք։ Տերը այդ մասին խոսել է, չեմ ուզում բանանամ դրա մեջ։ Ուղիղ տեսեք առարկաները։ Մի խաբվեք։ Երանի նրա որ Տիրոջ խրատները կընդունի եւ չի խաբվի։ Ես չեմ ասում ինչու անում։ Իր գործն է, թող Տերը իր այդ վերաբերվի։ Կեղծավոր ժպիտա, ոչ կեղծավորը Աստված թող Տերը գիտի, բայց մենք դες չլինենք, եթե մենք դրան ենք սպասում, շատ կխաբվենք կյանքում։ Եվ ուզում եմ մեկ ուրիշ հատված կարդալ, Տեր ուզում է ձեզ լավություն անում, ուզում է ձեզ բարիք անի, դրա համար չի ուզում ենք խաբվենք,
մի հատված կա, որ շատ ծանոթ է ձեզ, Մարկոսի 2:1-12-ում ասում եմ, Տերը դարձավ Կափառնայում եկավ մի քանի օրից հետո եւ լսվեց թե տանն է եւ շուտով շատ մարդիկ ժողովեցին, ինչեւ որ տեղ չկար եւ ոչ էլ դռան մոտ եւ նա խոսում էր նրանց Աստծո խոսքը։ Ուշադրություն դարձեք, սա մասին խոսել եմ, չէ՞ էլի ձեզ։ Երբ որ լսվեց թե տանն է, երբ որ մեկից համար ասենք ինքը տանն է, ի՞նչ է նշանակում։ Իր տանն է։ Նշանակում է Հիսուսի իր տան մեջ է։ Եվ դրանց առաջ Մատթեոս մեջ ասում է, չէ, նա Նազարեթից ելավ եկավ Կափառնայումը բնակվեց։ Տուն ուներ Տերը, բոմժ չէր։ Թե ուստերը բոմժերի ողորմություն անում է, բարիք անում է, կապ չունի։ Բայց տուն ուներ, ուղղակի մեր համար ընկել էր չոլերը, յուղերը, քաղաքները, սար ու ձոր ու ծով ու ցամաք, որ մեզ ողորմություն անի, մեզ մարդկանց քարոզի։ Բայց եկավ իր տունը օրերից մի օր։ Ձեռս ընկավ երեք մի ավետարան, որ նոր են իբր թե թարգման է։ Սրանք այստեղ էս չեն հասկացել, որ տանն է։ Տանն ինչ է նշանակում։ Մեկ էլ գրել են եւ լսվեց թե նա մարդկանցից մեկի տանն է, չեն հավատում, որ Հիսուսը տուն ունի։ Ավելացրել են մեջը։ Ինչ որ մեկի տանն է։ Այն մարդ ոնց կա դες գրեք, ինչ է փոխում։ Եվ շատ մարդ կար։ Անկամ մտնել տեղ չկար եւ ասում է գալիս է նրա մոտ եւ մի անդամալուց են բերում 4 մարդով վեր առած։ Մարդիկ մի հատ անդամալուց ոչ չէր կամ քայլեր։ Պատգարակի վրա բերում էին։ Եվ ասում է, երբ որ չկարողացան մոտենալ նրան ամբողջի պատճառով, այն տան ծածկը քանդեցին ուր էր Հիսուսը եւ ծակ բանալով իջեցին մահիճը, որի վրա պարկած էր անդամալույցը։ Պատկերացրեք ինչքան է ժողովուրդը տրված, լսելու անգամ հիվանդ էին բերում, ճամփա չէին տանում հիվանդն էլ տանեն Հիսուսի մոտ։ Բաց չէին թողում այդ առիթը, որ Հիսուսին լսեն։ Հենա Հիսուսի տունը։ Մի հատ ֆիլմ են անում, իբր թե Պետրոսի տունն է, դրանք էլ չեն հասկացել, որ դա Հիսուսի տունն է։ Պետրոսը գոռա մի ֆիլմի մեջ իբր թե ինչ է իմ տունը քանդում է, ասա մի սրտից կադր գցել են ու խափում են ժողովրդին։ Ինչ որ մեկն է մխիթարում է Պետրոսին, ոչինչ, լավ կլինի։ Պատկերացրեք, պատմություն փոխել է դառնում։ Հիսուսը ձեն չարեց, տեսավ իրան գլխավերևը քանդում են։ Այդ ժամանակվա տները բետոն չէին, գիտեք։ Հիսուս ասում է, նրանց չհանդիմանեց, ես ինչ եք անեմ։ Ինչ եք տունս քանդեմ։ Ինչ ասեց Հիսուս, հիշում եք։ Ապրեք։ Հիսուս ասում է նրանց հավատքը տեսնելով ասեց անդամալույցին, բայց ուշադրություն դարձնում նրանց հավատքը, չի ասում անդամալույցի հավատքը։ Ասում անդամալույցն է նրանց մեջ է։ Ասում իսկ ինչ ես հասկանում, որ քո ընկերների հավատքն է, քո հետ միաբանվի, Աստված հավատքին պատասխան կտա։ Կօգնի։ Շատերը մենակություն են սիրում։ Ես գիտեմ, իմ համար աղոտ կան, դա գնա քո համար աղոտ կրա։ Պատասխան ստացար, մեզ էլ ուրախացա։ Ասում մենք քո հետ ուրախանանք։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով ասաց անդամալություն, որտեղ թողված են քեզ քո մեղքերը։ Դպիրներից ոմանք այնտեղ նստած են եւ իրենց սրտերում միտք էին անում։ Ինչու համար է սա այսպես հայություն խոսում։ Ով կարող է մեղքերի թողություն տալ, եթե ոչ միայն Աստված։ Եվ Հիսուսը իր հոգու մեջ շուտով իմացավ, թե իրենց սրտում այսպեսի միտք են անում եւ ասեց նրանց. ինչու է ձեր սրտում այդ բաները մտածում։ Ուրիշ տեղում ասում է ինչու է չար բան մտածում, ուրիշ ավետանում։
Որն է հեշտ անդամալություն ասել թողած են քեզ քո մեղքերը կամ ասել վեր կաց եւ մաջ տար եւ գնա մանյակ ման արի էլի ասել քայլի բայց որ իմանաք թե մարդի որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը թողելու անդամալություն ասում եմ քեզ վեր կաց քո մահիճը առ եւ գնա քո տունը եւ նա շուտով վեր կացավ մահիճը առավ եւ ամենի առաջին դուրս գնաց չէ որ ամենքը զարմանում էին եւ ասում փառավորում էին ասելով թե երբեք այսպիսի բան չենք տեսել հիմա մի հատ ուրիշ հատվածի վրա կանգնենք շատ բան կարելի է նայել հետաքրքիր է Տերը նաև գիտեք ոնց մի կին որ եկավ Հիսուսի մոտ յուղը լցեց գլխին մի լիտր յուղ էր այդ ժամանակ լիտր մի հիմա լիտրից տարբեր էր չափով լցեց Հիսուսի գլխին յուղը գլխից գնաց մինչև ետին մենք հենց ինչ ենք անելու Ամոթ ինչ չորես սող յուղոտ ես դարի հիմա ո՞տ է գնամ այս ժամը որ մանավանդ էտը իրա տունը չէր գնա պետք է լողանամ սկսի նեղանալ աշակերտները խոսել հուդանել ափսոս չէ յուղը ծախվե փողը գցել գանձանալ ասում ինքը որտեղ աղքատներին պետք է տանք ասում նա աղքատների ցավը չէր քաշում այլ գանձանակի մոտ ուզում էր գողանալ Բայց Հիսուսը ասեց, որ նա ճիշտ արեց, այդ չեմ ուզում մնաց բաներ խոսամ, որտեղ որ այս ավետանը պատմվի, նրա արանցի մասին էլ կպատմվի։ Հետաքրքիր է, չէ, որ հասկանում է ինչ է անում, ով որ գործից հասկանում է, անկախ իրանից կարա խաղաղություն ունենա, ասի անկախ իրանից որ հասկացողությամբ խաղաղություն ունենա կամ էլ բարկություն ունենա։ Երբ որ Հիսուսը բարկանում էր, չէ, վայ ձեզ կեղծավորներ, Սոդոմի օրինակ ավելի տանելի կլինի դատաստանի օրը Սոդոմի համար, քան ձեզ համար, բայց ինչու էր բարկանում, ինչից ձեզ շատ խաղաղ էր, տունը քանդում են, յուղ են լցում գլխին, չի բարկանում, բայց այդ մարդկանց ուղղակի նստած են, Գիտի իրանց ուսմունքը իրանց վրա բարկացել է։ Գիտությունն է Հիսուսին այդ ոնց ասես վարմունքը տալիս կամ հասկացողությունից է վարմունք ստեղծում, բարկություն կամ խաղաղություն։ Ասենք ուշադրություն դարձրեք ինչ կատարվեց։ Մինչև որ Հիսուսը բժշկեր, ինչ ասեց Քո մեղքերը քեզ թողված են։ Ստեղ են մենք դաս պետք է առնենք։ Ինչ դաս է տալիս։ Քանի կա մեղք դու չես բժշկվի։ Քո մեղքերը պետք է թողվեն, ներվեն, որ նոր դու բժշկվես։ Դա համար Հիսուսը որ կամենում էր նրան բժշկեր, նրա մեղքերի մասին խոսեց։ Բայց հպարտ մարդը գիտես ոնց շատ է եղել որ խոսում եք, ասում եք օրինակ դու քո մեղքերը ինչ եմ արել որ մի հատ վիրավորում են որ ուրիշի դեմ ասում քո մեղքերը ինձ մեկ ուզում է վիրավորել ասել քո մեղքերն են դուրս տալիս որ հիվանդացել ես ասում եմ ότι ինչքան մեղմ ես ներկայացնում մի մեղքերը որ դուրս տան ես տեղում կմեռնեմ Ինչքան մեղմ ես ներկայացնում քո մեղքերից որ հիվանդացել ես, էսի փոքր պատիժ ես ինձ ասում։ Բայց մարդը ամենափոքրն ասես հպարտությունից կնեղանա։ Մարդը չնեղացա որ Հիսուս ասես քո մեղքերը քեզ ներված են։ Այ մարդ հիվանդ եմ, ինձ բուժի, ինչ մեղքերից ես խոսում։ Չասեց, չէ՞։ Բայց մարդիկ ասում են, միայն Աստված կարող է մեղքերին թողություն տալ, սո իրան Աստծո տեղը դրի։ Այդպես բան ասող չի եղել կյանքում, ամբողջ Աստվածաշնչի պատմության մեջ։ Եվ ինչ։ Ասես կարող է հեշտ է, մարդկանց քո մեղքը ներված է, հիմա ոնց որ արդեն սկսել են սուտը խոսել շատերը։ Եթե դու ես մեղքը ներում, ասա ես եմ ներում։
Տիրոջ փոխարեն մենք խոստումներ չտանք։ Ոնց որ ոմանք ասեն, փողը դուր ինձի, Աստված քեզ հարապատիկ կօրհնի։ Դες վերջը դու գնա հարապատիկ վերադարձություն չես տիրոջ վրան գցում։ Մեղքի թողության հարցն են այդտենց անում։ Բայց Տեր Հիսուսը խոսեց, քո մեղքերը քեզ թողված են։ Մինչև որ քո մեղքերը քեզ չթողվեն, դու չես բժշկվի, հիվանդ։ Ուրեմն Տերը սենց բան են ասում, որ գնում եք քարոզում եք ավետարանը, չէ, հիվանդներին բժշկեցեք, դիվահարներին դևերը հանեք դիվահարներից, բոլորները սրբեցեք, մեռելներին հարություն տվեք։ Ասի մեծ իշխանություն տվեց առաքյալներին, որ գնան այդ գործերն անեն։ Բայց չասեց, ուր որ գնանք, այս նշանները կլինեն։ Տերը խոսեց, որ տեղեր կա ձեզ կմերժեն, չեն ընդունի։ Մերժողներին են ասել, այդ ձեր քաղաքից կպած, ձեր տնից կպած փոշին ձեզի։ Ասում ձեզից ոչ բան մեզ պետք չի։ Այսինքն շատերը հավատում են, բժշկվում էին, չհավատացողներին փոշին էր իրանց մնում։ Բայց Տերը ասում է, մեղքերը թողված են եւ նոր ասում է, վեր կաց ու մանեք, բժշկեց։ Հիմա ամենքից է վերաբերվում։ Շատ հիվանդներ կան, ասում են մեր համար աղոթք արեք։ Աղոթում ենք, չեն բուժվում, իրենք են աղոթում, չեն բուժվում։ Անցած ժողովի Կիրակի օրը ասացի, ասում ով որ խոստովանի, Տերը մեղքերը կների եւ կսրբի ամեն անիրավությունից։ Ասում մարդ է եկել, մոտեցել այնց, ասում ինչի ես չեմ սրբվում։ Աղոթում եմ, ասում ծոմել ապահե, իր համար ուրիշներն են աղոթել, բայց ինչու չեմ սրբվում, ասում որտեղ դու ճիշտ չես խոստովանում, մեղքերը չես ճանաչում։ Եթե մեղքը ճիշտ ճանաչես, Տերը քեզ կների եւ կսրբի։ Եթե չես սրբում, սա վկայություն է, որ դու ճիշտ չես խոստովանում, Աստծուն ճիշտ չես մոտենում։ Այդ ուրիշին մի մեղադրի։ Կամ Աստծու հետ կռվի, կամ էլ ճիշտ խոստովանի։ Ուրիշի հետ մի կռվի վարա։ Դրա համար էս է հարցը։ Եթե մենք ուզում ենք բժշկվենք, մենք պետք է խոստովանենք։ Խոստովանությունն էս չի, օրինակ որոշ քույր եղբայրներ գալիս են մոտս ասում են, եղբայր, չեմ անում ախր ինչ եմ արել։ Եթե չես իմանում, ասես դա քեզից չի պահանջում։ Քո չիմացած մեղքերի համար քեզից, բայց եթե մի բան պատճառը դարձե, Տերը պետք բարի է Տերը, ինքը պետք է Սուրբ Հոգով քեզ հասկացնի քո որ մեղքի համար ես դու դա։ Ինքը խոսում է մեր սրտերի հետ, մեր խղճի հետ։ Եթե չի հանդիմանում քո խղճմտանքը քեզ, Աստված ոչ անի, որ մեր խղճմտանքը մեռած լինի։ Բայց եթե Աստված ուզում է քեզ բարիք անել, նա քեզ հիշեցնում է, իզուր քեզ մի տանջի, գուցե մի բան արել եմ, այդ գուցեները մի կողմից։ Եթե մենք մեղքերի թողության ժամանակ պետք է ասենք, Տեր, ինչ որ գիտությամբ, ոչ գիտությամբ արել եմ, Տեր ինձ ների, մեղքերի թողության համար, ոչ թե միայն բժշկության համար։ Մեղքերի թողությունը գիտեք ինչ թանկ բան է։ Ամբողջ աշխարհի հարստությունը տեսնում եք, չէ՞ ոնց են իրար մի քանի 1000 տոննա կամ միլիոն տոննա թողնի նավթի համար ոնց են իրար կոտորում։ Տեսել եք թե չէ։ Էդի մենակ մի տեղի համար է, որ այդպես շատ բարձր է, հզոր պետություններ ուզում են ասեն իմը լինի, ասում չէ իմն է, իմն ու իրար կոտորում են, արուն են թափում նավթի համար, որտեղ մարդու գինը չգիտեն։ Մեղքերի թողությունը, ամբողջ աշխարհի հարստությունը միասին բազմապատիկ ավելի արժեքավոր է մեղքերի թողությունը։ Աշխարհի բոլոր հարստությունը մեղքերի թողության բարիքը չունեն։ Բայց հաճախակի մարդիկ թեթև աչքով են նայում այդ
մեծությանը, որ ունենան մեղքերի թողություն։ Ոմանց էլ որ ուզում ես օգնես, որ մեղքերի թողություն ունենան, ինչ են անում, չեն ընդունում, մի քանի անգամ եղել է շատ ավելի ճիշտ, որ հենց ուզում ես ասես, նեղանում են, անգամ ատում են, սկսում են չարախոսել, որոշ մարդկանց ասեմ, դու խաբեբա ես, ինչու՞, եկել եմ իլազ եղբոր, խնդրում եմ, ասա էլի, դերը քեզ ինչ ասում, ինձ ասա, եթե մեղք ունեմ, ասա ես այդ մեղքերից էլ էլի հրաժարվեմ։ Ես էլ մտածում եմ, վայ, հազիվ անկեղծացավ, օգնեմ, բայց դու ճանաչում եմ։ Ասեմ, եղբայր ջան կամ քույր ջան, դու ունես այս դժվարությունները, որ Աստված ասում է, այդ դժվարություններից պետք է ապաշխարել, դժվարություն ասեմ մեղքեր։ Մեղքերից պետք է ապաշխարել։ Նեղանում, եղբայր ջան, հենց գալիս են քո մոտ, դու մեր մեղքերից ես խոսում։ Ասում դու խաբեբա ես, ինչի՞։ Ասում դու ինքդ ինձ խոսցրիր, ասում ինչ կա, ասում նեղանում ես, դե որ պետք է կռվես հետս, վիճես, նեղանաս, ինչ ես ինձ խոսցնում։ Անկեղծ չի պատկեր ես ստացել, եկել ես ասում անկեղծ ասա, ես կընդունեմ, ու չես ընդունում, բայց խաբել չի։ Ու շատ պետք է լինենք, մեր բժշկության համար այս խրատա տիրոջից։